Երևանը Բաքվին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ։ Այդ առաջարկը հնչել է այսօր պաշտոնապես ազգային ժողովի ամբիոնից։ Ուր է տանում։ Սևագրությունը հնչել էր Անտալիայում, Արարատ Միրզոյանը նախնական հնչեցրեց։ Հետո տեսա, որ Մինսկի խմբի համանախագահները ձայն չեն հանում, չեն ասում դու ով եք, մեզ լուծարում եք, կարող է Եվրոմիությունն էլ լուծարեք, Ամերիկայի Միացյալ Նահանգների շտատը լուծարեք, այն Ջեֆերսոնի գրած հռչակագիրը չեղյալ համարեք։ Դե Ադրբեջանն ասում է միասին դիմենք, դուրս գանք։ Ես հասկացել եմ, պարոն Մացականյան, այնտեղ որ Անտալիայում ասեց, ես զգացի, որ հիմա ամերիկյան օդանավերը, ջրանավերը, բաները կգանք ասեն, մենք կորոշենք երբ ենք լուծարում մեր խումբը, եթե այդպես չի, տեսեք ես ինչ սարքեցի, այո, եթե Մինսկի խումբը սպասում է, որ իրեն լուծարելու համար դիմում գրեն։ Համաձայն եմ, ճիշտ եք ասում։ Ուրեմն արդեն Էլ ինչ Մինսկի խումբ։ Հա, ինչ Մինսկի խումբ է, թղթի խումբ, էլի թղթի խումբ, հա։ Բա ինչի համար է այս ներկայացումը։ Դե մերոնք բան են, հոսանքին համընթաց գնացող են, էլի։ Տեսնում են, որ Մինսկի խումբը չի գործում, Օդեկաբեն չի գործում, Օդեբան չի գործում, ասում են, ձեր քաշեք մեզանի, ձեր պատճառով մենք Թուրքիայի հետ չենք կռվելու, մենք ասում են, մեզ համար միևնույնն է, Բաքվին պետք է դա։ Երևի Բաքվին էլ պետք չի, Բաքվին ուղղակի մեզ նվաստացնելու, այ մեզ Չէ, Բաքուն ուզում է փակի Արցախի էջը, պարզ չի ինչ է անում Բաքուն։ Բաքուն Արցախի վերացնել այն բոլոր հետքերը, որոնք կան Արցախի հետ կապված։ Այո, այո, արդեն դա փակված է, որովհետև եթե մենք չենք կարողանում բաց պահել, եթե մեր զինվորները այնտեղ կանգնած չեն, մեր սահմանն այնտեղ է, որտեղ որ մեր թուրն է, ըստ Մովսես Խորենացու։ Չէ, մեր թուրը եթե չի կտրում, արդեն հարցը փակված է։ Հիմա այդ թուղթը ինչ կաներ, ինչ չէր անի։ Այդ թուղթը հույս էր, որ միջազգային հանրությունը մեր կարծիքն է Հելսինկյան Հելսինկյան ակտն է ծնել այդ Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությանը, խորհուրդը ծնեց Մինսկի խումբին, Մինսկի խումբին սպանեց Ալիևը։ Եթե Ալիևի թուրը կտրում է, կարողանում է ինքը Ամերիկային, Ռուսաստանին, Ֆրանսիային թղթով այդ թուղթը պատրելու գցել լավագույն դեպքում։ Գցել Արարատ Միրզոյանը ով է։ Կամ Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն եթե Մինսկի խումբը ինքը իրեն չի պաշտպանում, մենք Մինսկի խմբի համար ես օրինակ առաջարկում եմ կռիվ չանել Մինսկի խմբի համար։ Չարժի որ մենք մտնենք դրա թասիբին կանգնենք։ Փակում են, թող փակեն։ Ես ընդհանրապես կասեի փակում եք, փակեք, գնացեք իրար հետ փակեք, մենք բացի ձեր ենք քաշում ձեզանից։ Ես այդպես կասեի Նիկոլի փոխ։ Չէ, Բաքուն ասում է մասնակցի։ Դե նվաստացնում է, էլի։ Այս դրա համար եմ ասում, նվաստացման, այդ որ ասում ենք փակել, մակել չէ։ Ուղղակի Ադրբեջանը նվաստացնում է մեզ։ Լավ, այն 17 կետերը, որ քանի տարի ձգվեց, համաձայնեցվեց, դա այդ բոլորը հեչ է արդեն, նա։ Ինչ է, 17 կետը հենց 17 կետը դրապես հեչ է։ Հայկական բանակը եթե հնարավորություն ունի, ինքը իրան կպաշտպանի, իր հայրենիքը կպաշտպանի։ Եթե հայկական բանակը հնարավորություն չունի, հրամանատարություն չունի, նախարար չունի, փոխնախարարներ չունի, պաշտպանության հանձնաժողով չունի, հայկական բանակի հետ, հայկական պետության հետ ով ինչ լեզվով կուզենա, այդ լեզվով էլ կխոսի։ Հիմա մենք դրա առաջ ենք կանգնած։ Մեզ հետ խոսում են իրենց ուզած լեզվով։ Իրենց ուզած լեզվով։ Հիմա այդ թուղթը մեզ պաշտպանելու է, թե ոչ։ Չէ, իհարկե, թուղթը, դե որ թուղթը պաշտպաներ, Մինսկի խմբի թուղթը կպաշտպաներ։ Ազգերի ինքնորոշման իրավունքի թուղթը մեզ կպաշտպաներ։ Յուրաքանչյուր թղթի հետևում, եթե մեր սվին, մեր զինվորը կանգնած չի, մեր արդյունավետ կառավարման համակարգը կանգնած չի, մեր դաշնակիցները կանգնած չեն, դա թուղթ է։ Թուղթը չի կարող, թուղթը ինքը իրեն էլ չի կարող պաշտպանել լուցկեն կտած կվառվի, այսինքն դա իրենից ոչինչ է, դրա թիկունքում պետք է ուժ լինի, ուժ, զինվորական ուժ, քաղաքական ուժ, տնտեսական ուժ, դաշինքների ուժ, եթե չկա այդ բոլորը,
թուղթը պաշտպանել։ Դուք հաստատ նկատի ունեք մեր արտգործնախարարի Անտալիայում արած հայտարարությունը, ասում է. վստահ կարող եմ ասել եւ կարծում եմ թուրք եւ ադրբեջանցի գործընկերները եւս կհաստատեն, երբեք այսքան մոտ չենք եղել համաձայնության։ Համաձայնության, այո, համաձայնության, հաշտության թղթին, երբեք ենք պետք է մի բառել ավել, երբեք մոտ չենք եղել թղթ ստորագրելու։ Թղթաբանությանը, սա թղթաբանություն է իրականում։ Ես ասում եմ, թուղթը արժեք ունի, երբ որ դրա թիկունքում կանգնած է ուժ։ Ուժը բացակայում է։ Չկա ուժ։ Եթե ուժ լիներ, այդ լեզվով մեր հետ չէին խոսի։ Դե հիմա կրակում է սամանին։ Այո, կրակում են, բա ինչ կանեն։ Եթե կրակում են ու շատ խիստ պատասխան չեն ստանում, որ փոշմանեն, ուրեմն կկրակեն։ Ճիշտը պատասխանն է։ Ճիշտ ուժեղ պատասխանն է։ Ցավոտ պետք է լինի։ Ցավոտ։ Մենք չենք կարողանում ցավացնել, մենք ցավ ենք զգում։ Մենք ցավ ենք զգում, նրանք մեզ ցավացնում են ու դրանից իրենց լավ են զգում, մենք մեզ վատ ենք զգում։ Այս օրակարգը ցավոտ օրակարգ է։ Ինչ որ մենք խոսում ենք, մենք վատ բանի մասին ենք։ Հասկանալի է։ Մյուս կողմից Բաքուն եւ Երևան այս աշխարհում մենակ չեն, կամ չէ։ Այդ շրջանակին մոտ կանգնած երկրներ եւ ոչ թույլ երկրներ, որոնք կարող են ազդել այդ process-ի վրա։ Ուր են նրանք։ Ազդում են։ Գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն երկիրը ազդեցության հետևանք է, բայց այնպես չի, որ նրան զինվորները, նավերը, հեծելազորը գա մեր համար տրվի, մենք էլ փող շինենք իրենց երկրներում։ Տեսնում եք ինչ հարուստներ ունենք այդ 3 երկրներում, համանախագահ երկրների միլիարդատերերը։ Երկում ապրում ենք, լավ ենք ապրում այնտեղ։ Ասում են, չէ, իրենք մեր հարազատներն ասում են, փող ուղարկենք, բանան եկավ, երկացեք, արեք, ինչ եք մնացել այդտեղ։ Ձեր տղերքին ուղարկեք, բանակ չտանեն, այդտեղ մենք կազմակերպենք։ Այդ երկրները այդ չափով ազդում են։ Ասում են, եկեք մեր մոտ ապրեք։ Ապրեք, հող տանք, փող տանք, տուն տանք, ուսադիրներ տանք, պաշտոն, հենա Մարգարիտան, վատ պրոպագանդիստը, դեմեք ինչ։ Մոսկվա, մեր Մարգոն։ Մեր Լավրովը վատ գործ է անում, աշխատում է։ Մեր Լավրովը։ Մեր բար ինչ է, սպերմատոզոիդը ասում են հայկական է եղել հոր։ Դրանց հայկականություն ուրիշ չկա, էլի, ուրիշ բան չկա, այդ անալիզ որ անում են, արյա մեջ ասում են, ռադին, հա։ Ռադին թե մեկ, մեկ։ Այդ հայկականությունը որևէ տեղ զգացվել է, որևէ տեղ երևացել է, եթե երևացել է, քանի տոկոսով եք նկատել այդպիսի բան։ Երևացել է 51 պետության հանել է Ռուսաստանի դեմ 51 պետություն, մեկ էլ Հիտլերը տենց բան արեց 53 պետություն հակահիտլերյան կոալիցիայի մեջ էր չէ, ես նկատի ունեմ հայկականությունը մեր գենոցիդից նեղացել են մեր հայերը գենոցիդից նեղացան ռուսներից ու հիմա հանեցին Ռուսաստանին արտաքին գործերի նախարարը գլխավոր մեկուսիչն է Բա դու արտաքին գործերի նախարար ես։ Այդ ո՞նց եղավ 51 պետություն միավորվեցին Ռուսաստանի դեմ։ Վրեժա լուծում Ռուսաստանից Ղարաբաղը հանձնելու համար։ Դենց է կարելի էլի ասել, ինչի՞ չէ։ Լավրովը ինչ արեց։ Բան բանը ինչ էր անում։ Քալանտար ունեին, թե ինչ էր։ Բանի ժամանակ են Լենինի ժամանակ։ Նա էլ վատը չէր։ Բա Միկոյանի ստորագրությունները Տեսնում եք, ռուս մտավորականությանը գնդակահարելու տակ իր ստորագրությունը կա։ Դու ինչ ես ստորագրում։ Ուզում եմ ասել, որ ես իհարկե զավեշտի եմ վերածում, բայց նրա հայկականությունը հո սպերմատոզոիդով չի։ Լավ, հայկականությունը կուլտուրա է, լեզու է, վարքագիծ է, քաղաքականություն է, հայրենասիրություն է, հայապահպանություն է։ Արցախի հանձնաստորը Հայկականությունը կարելի է համեմատել հրեականության, ասենք Թրամփ, Իսրայել, Բլինքեն, հրեան եկավ Իսրայել, ասեց, որ ես եկել եմ որպես հրեա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ներկայացուցիչ ձեզ բան չի պատահի։ Դե նրանք չեն խուսափում իրենց հովանավորությունը պատասխանել։ Ինչ լավ ասեց Բառացի մարդը եկավ իջավ Երուսաղեմ ասեց ես Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունն եմ բերել որպես հրեա։ Մենք չունեցանք այդպիսի հովանավոր։ Մենք
չունեցանք այդպեսի ազդեցիկ, Հույսներս ազդեցիկ, այո, հույսներս դնենք մեզ վրա։